Վերադարձանք տաղավար, շատ լավ տրամադրությամբ եւ շարունակենք, մենք արդեն հասցրել ենք հյուրընկալել մեր երկրորդ հյուրին հայ հնագետների հայտնագործությունը կարող է շրջել ուշադրություն։ Անապատի օդապարուկների մասին ընդունված տեսությունը, ինչպես քիչ առաջ խոսում էինք, գարեջրի հետ կապված հնագիտական ուսումնասիրությունները շատ բաներ կարող են փոխել։ Խոսելով անապատի օդապարուկների մասին, ասենք, որ նրանք հուշարձաններ են, որոնք թռչնի բարձրությունից օդապարուկների են նման եւ ավելի քան 1 դար կարծում են, որ ստեղծվել են որսի համար, սակայն Հայաստանում ապացույցներ են գտնվել, որ դրանք պաշտամունքային նշանակություն են ունեցել։ Անապատի օդապարուկները միայն արբանյակային կամ դրոններով, լուսանկարներով են երևում։ Եվ Հայաստանում գտնվող օդապարուկները կարող են ավելի հին լինել, քան ուշադրություն եգիպտական բուրգերն են։ Այս հուշարձաններն իսկապես համաշխարհային նշանակություն ունեն եւ այս թեմայով մեր տաղավարում է հնագետ Մարիամ Շահ Մուրադյանը, ով անապատի օդապարուկներն ուսումնասիրող առաջին զուտ հայկական գիտական խմբի անդամներից է։ Բարև ձեզ։ Բարի առավոտ, ավելի քան 1 դար ընդունված էր, որ օդապարուկները որսի համար են նախատեսված։ Եթե չեմ սխալվում, 1 դար, չէ՞։ Որն էր այն կետը, երբ հասկացաք, որ մի վարկյան պետք է հետազոտել ավելի լավ եւ կասկածի ենթարկեցիք այդ վարկածը։ Ճիշտն ասած, օդապարուկներով սկսեցի զբաղվել մոտավորապես 7 տարի առաջ եւ առաջինը, որ շատ աչքի ընկավ, դա այն էր, որ պատկերացրեք շատ մեծ չափերի շինություններ, շատ մեծ, ֆուտբոլի դաշտի չափ, այսպես ասեմ, ու երբ որ դու նայում ես այդ շինություններին վերևից, շատ տարբեր ուրվագծեր ունեն, կարող են լինել շրջանաձև, քառանկյուն, աստղաձև, լուսնաձև, այսինքն շատ տարբեր ուրվագծեր ունեն ու առաջինը, որ ինքս ինձ հարց տվեցի, հետաքրքիր է, ինչի համար են մարդիկ այդքան մեծ կառույցներ արել ու դա հերիք չի տարբեր ձևեր էլի տվել այդ կառույցներին ու շատ հետաքրքրություն առաջացրեց ու սկսեցի հետազոտել այդ հուշարձանները ու կարդում եմ որսի համարա, հիմա ինչպես հասկացա մի րոպե, բայց եթե որսի համարը, ինչի համար պիտի, օրինակ, որսի համար նախատեսված կառույցին նման մեծ աշխատանք տարվի ու տարբեր ձևեր տան, ու սկսեցի ուսումնասիրել գրականությունը ու պարզվեց, որ ընդհանրապես որևէ գտածո հիմնավորում, որը որ միարժեքորեն խոսեր, որ դա որսի համար է, չկա, այսինքն տարբեր կողմնակի փաստարկներ են իհարկե բերվում, օրինակ, որ այդ շինությունները ուրիշ տարածաշրջանների որսադարաների հետ որոշակի ընդհանրություններ ունեն ու ընդհանրապես կառուցվածքը հիմնականում ու նաև տարբեր վկայություններ կան գրավոր, որտեղ որ նման որսի տեսարանների մասին է խոսվում ու որոշ հետազոտողներ կարծում են, որ այդ շինությունների մասին է խոսքը ու որոշակի կողմնակի հանգամանքների հիման վրա նման տեսակետ է էլի վերագրվել, բայց ոչ մի օդապարուկում առ այսօր չեն գտնվել օրինակ սպանված կենդանիների ոսկորներ, դրանց մեծ խումբ, կամ օրինակ չեն գտնվել ջարդված նետասլակների մնացորդներ, օրինակ եթե որս ես անում, այդ ժամանակներում նետերով են էլ իրականացնում որսը, ու բնականաբար եթե մեծաքանակ որս է իրականացվել, պիտի լինեն նաև այդ նետասլակները, որոնք որ չկան։ Դրա փոխարեն ու ընդհանրապես օդապարուկներում գործնականում գտածոներ չկան, այսինքն ի տարբերություն այլ հնագիտական շինությունների, որոնք որ օրինակ մենք պեղումներ ենք իրականացնում ու տարբեր առարկաներ ենք գտնում, օդապարուկներում դրանք շատ մեծ են, պեղումներ ենք անում, բայց այնտեղ մշակութային շերտեր չկան ու շատ դժվար է գտածո գտնել։ Ու նույնիսկ երբ որ գտնում ենք, դա դժվար է միարժեքորեն վերագրել օդապարուկին, որտեղ մշակութային շերտից չի ու դրա համար այդ շինությունները հանելուկ են մնացել։ Այսօր 3 տեսակետ է շրջանառվում գիտության մեջ, առաջինը որ դա որսի համար է, այսինքն այդ մեծ կառույցներով ուրեմն հարյուրավոր կենդանիներ են որսացել, երկրորդ տեսակետը որ որսի համար չի, բայց կենդանիները պահելու համար է ու դրա համար էլ փաստարկներ կան, որ տարբեր
ուրեմն մեծ քարերի վրա տեսարաններ կան փորագրված, նկարված, որ օդապարուկներ են նկարված ու մեջը տարբեր կենդանիներ ու մարդիկ։ Դրա համար տեսակետ է առաջարկվել, որ կարող են նաև կենդանիները պահելու համար լինել, եւ երրորդ տեսակետը, որ դրանք կարող են պաշտամունքային ինչ-որ ծեսեր են այդտեղ իրականացվել, որի համար էլ հիմնականում այդ ձևերն են, այսինքն կռվանը, որ որևէ իմաստ պիտի ունենար նման, որ տարբեր ձևեր տային ու նաև այդ նույն քարաբեկորների վրա կան տեսարաններ, որոնք որ շատ ուղիղ կապված են դիցաբանական պատկերացումների հետ, էլի։ Ու հիմա 3 տեսակետներն էլ շրջանառվում են, ամենաընդունվածը որսի տեսակետն է, անասնապահության տեսակետը ոչ էս կողմ, ոչ են կողմ, ու պաշտամունքային տեսակետը դեռ ընդունված չի, բայց արդեն կամաց նոր տվյալներ են, էլի, ի հայտ գալիս, որոնք որ վկայում են, որ նաև այդ նշանակությամբ կարող էին գործածվել է շինությունները։ Տարածաշրջանային իրենք որտեղ են։ Տարածաշրջանային շատ մեծ սփռվածություն ունեն, տարածված են ողջ Առաջավոր Ասիայով ու նաև Միջին Ասիայով, եթե երկրներով ասեմ, ապա Միջին Ասիայում Ուզբեկստան, Ղազախստան, Թուրքմենստան, իսկ Առաջավոր Ասիայում Հայաստան, Իրաք, Թուրքիա, Սիրիա։ Հայաստանում, օրինակ, Հայաստանում դա չգիտեմ, Քարաունջի դեպքում գնում ենք, նայում ենք, որոշակի պատմություններ կան, հետաքրքիր է, սա շատ հետաքրքիր է, դուք եք շատ հետաքրքիր պատմում, այ հրաշալի տուրիստական վայր կարող ենք իրենից ներկայացնել։ Դրա համար ուզում հասկանամ Հայաստանում որ մարզում է գտնվում։ Հայաստանում մոտավորապես 200 օդապարուկ կա, գտնվել են Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում ու նաև մի քանի Շիրակի մարզում, ինչի դա միջև հիմա տուրիստական բնականաբար իսկապես շատ մեծ տուրիստական կենտրոն կարող է լինել, որտեղ շատ հետաքրքիր կառույցներ են, բայց ինչի միջև հիմա չկար, որովհետև նախ վերջերս են հայտնաբերվել, իդեպ հայտնաբերողը ես չեմ, հայտնաբերվել է Երկրաբանության ինստիտուտի երկրաբանների կողմից, Արկադի Ղարախանյանի կողմից, հետո հայ-ֆրանսիական ու հայ-իսրայելական արշավախմբեր են աշխատել, ու ուզում եմ ասել, որ դա նոր երևույթ է, որը նոր հայտնաբերվել է, ու մյուս կողմից, քանի որ դրանք շատ մեծ են, երբ որ սկսեցին դրոնները օգտագործվելու արբանյակային լուսանկարները, նոր պարզ դարձավ, որ նման կառույցներ կան ու նոր սկսեց հետազոտվել, ու դրա համար մարդիկ նույնիսկ, այսինքն այդ կառույցների միջով անցնում էին, կառույցներում նստում են, բայց չեմ պատկերացնում, որ կառույցի մեջ եմ, որտեվ օրինակ դու նստում ես, բայց չես տենում պատերը։ Մենակ վերևից ես պատկերացնում, թե դու որտեղ ես։ Ու նույնիսկ ես, երբ որ աշխատանքներ եմ իրականացնում, նավիգատորը պահում եմ ձեռքումս, որ հասկանամ որտեղից որտեղ գնում ու կարողանամ գտնել էլի ինչ որ կետեր։ Հա, դա է, այսինքն Արագածոտնի մարզում, Արմավիրի մարզում հիմնականում բանում Թալինի շրջակայքում է, շատ տարածված, Արմավիրում էլ սփռված են, օրինակ Խանջան գյուղի մոտ կա, Կողբավան գյուղի մոտ կա, շատ տարածված։ Լավ է, որ մինչ այսօր չի քանդվել եւ դառնա մասամբ քանդված են, իրականում այդքան էլ հուսալի չի դրությունը, որտեվ այս վերջերս վիճակագրություն իրականացրեցինք, ուրեմն 200 օդապարուկից համարյա 70-80%-ը վնասված են, ոչ ամբողջությամբ, բայց որևէ մաս վնասված են, բայց կան նաև տեղեր, օրինակ Արագածավանում, որտեղ որ պեղումներ ենք իրականացնում երկար տարին, որտեղ հակառակը ընդհանրապես վնասված չի ու ունիկալ օրինակներ են, էլի պահպանվել ոչ միայն Հայաստանի մակարդակով, այլ ընդհանրապես աշխարհում շատ քիչ նման պահպանված օդապարուկներ էլի կան։ Եվ ասում ենք պաշտամունքային կառույց, ինչպիսի պատկեր պետք է ունենա հեռուստադիտողը։ Ինչ էր այնտեղ կատարվում։ Չէ, նայեք, հիմա ես այստեղ մի շտկում էլի անեմ, որտեվ դուք իսկ ես հասկացա, որ համացանցի նյութերից օգտվել եք, որպեսզի կարողանաք դա բան անել, որ պատկերացում, հա, գիտեմ, չէ, ուղղակի ավելի միանգամից շտկում անեմ, ուրեմն պաշտամունքը, հա, այդտեղ եթե պաշտամունքային նշանակության կառույց լինի, ենթադրենք, բնականաբար որոշակի ծեսեր պետք է իրականացվեն ու նաև ասեմ, շատ հետաքրքիր բան ասեմ, որ այս պահին, երբ որ մենք արդեն օրինակ
2018 թվականից, հա, էլի 7 տարի պեղումներ են կանում, օդապարուկների շրջակայքում իսկապես տաճար ենք հայտնաբերել անցած տարի ու նաև դամբարաններ կան, այսինքն միջավայրը որպես այդպեսին ունի ծիսական տարրեր, այսինքն ոնց ենք, չէ, օրինակ հիմա մենք պատկերացրեք գնում ենք որոշակի եկեղեցի, չէ, եկեղեցի ենք գնում, կողքը գերեզմաններ են, այսինքն ինչ որ միջավայր կա պաշտամունքային, այսօր նույն պատկերը տեսնում ենք օդապարուկների դեպքում, որ կա նման միջավայր, բայց խնդիրը նրանում է, որ բացի այդ պաշտամունքային միջավայրից կա նաև կենցաղային միջավայր, այսինքն բացի նրանից, որ այդտեղ կա տաճար, այդտեղ կա դամբարան, այդտեղ կա նաև բնակավայր, կան տարբեր կառույցներ ու այսօր շատ դժվար է ինչ որ մի վերակազմություն անել, նույնիսկ հիպոթետիկ, որովհետև օդապարուկում ոչ մի բան չկա, բացարձակ նյութ չկա, որ դու փորձես ինչ որ մի ձևի ասել լավ, այսա սրա համար կարող է լինել։ Օրինակ, երբ որ մենք ինչ որ մի կառույց ենք պեղում, օրինակ այդտեղ գտնում ենք ամանների բեկորներ, նո, պարզ լեզվով եմ էլի, ասում ենք մի քիչ ուրիշ ձև ենք ասում, ամանների բեկորներ են գտնում, օրինակ գործիքներ են գտնում, ասում ենք լավ, օրինակ սա կարող էր որպես տուն ծառայել կամ բնակավ, բայց օդապարուկի դեպքում չկա որևէ բան, ու դրա համար շատ դժվար է։ Միակ բանը, որ հուշում է, որ այդտեղ ծեսեր կար այն զուտ հիպոթետիկ, որ քարերի վրա օդապարուկ է պատկերված ու օդապարուկի մեջ աստվածություններ են պատկերված։ Հիմա թե ստեղ կոնկրետ այդ մտքերը, հա, գաղափարները իրականում ոնց են դրսևորվել, դա շատ բարդ է ասել։ Ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես նաև մնացած տարածաշրջաններում։ Ինչի, ասեմ, ինչի, որովհետև գրավոր աղբյուր չկա։ Օրինակ եգիպտական ու միջագետքյան, հա, այդ եգիպտական շումերական ծեսերի պատկերացումների մասին մենք ինչի լավ գիտենք, որովհետև տեքստեր կան։ Տեքստերից կարդում ենք ու պատկերացնում ենք, բայց Հայաստանում չկան այդ տեքստերը, որ մենք կարդանք ու պատկերացնենք։ Մնում է մի տարբերակ կա, որ նյութ գտնես, փորձես ինչ-որ մի ձևի վերականգնել, բայց այս դեպքում այդ նյութն էլ չկա։ Ու դրա համար դժվար է մի քիչ։ Ու նաև ուղղում անեմ, այսինքն այն որ դա պաշտամունքային կառույց է, դա հաստատված չի, դա հիպոթեզներից մեկն է, ընդ որում ասեմ, որ հիմա շատ հետազոտողներ նույնիսկ հանգում են այն եզրակացության, որ նույն օդապարուկը կարող էր տարբեր ժամանակներում տարբեր գործառույթ ունենալ ու իսկապես իրանք գիտեք, չէ, կառույցներ են, որոնք որ օգտագործվել են շատ երկար, այսինքն հնագույնները հայտնաբերվել են Հորդանանում, որոնք որ թվագրվում են մեզնից 10,000 տարի առաջ ու 10,000 տարի շարունակ դա օգտագործվել է ու բնականաբար տարբեր փոփոխություններ էլի կարող էր տեղի ունենալ։ Հայաստանում, որ ասացիք եգիպտական բուրգերիցին, ուրեմն հավանականություն մեծ է, որովհետև նախ ինքնին այդ երևույթը եգիպտական բուրգերից մեծ է, այսինքն ավելի վաղ են, բայց այդ վաղ հետքերը այս պահին հայտնաբերվել են Թուրքիայի տարածքում, Հորդանանի տարածքում, Սիրիայի տարածքում։ Հայաստանում միջև օրս պեղումները, երբ որ իրականացվել են, ամբողջը հուշում է, որ դրանք գտնվում են մի միջավայրում, որը որ վերաբերում է բրոնզի դարին։ Իսկ բրոնզի դարը մեզ մոտ ուրեմն 4-րդ հազարամյակից մթա մինչև ուրեմն երկրորդ հազարամյակ մթա, այսինքն նույն այդ միջակայքն է լինում, բայց նաև ասեմ, որ որոշ օդապարուկների մոտ հայտնաբերվել են շատ ոչ մեր արշավախմբից, մի ուրիշ արշավախումբ էլ է աշխատում, հայտնաբերվել են բավականին հին կառույցներ մեր թվարկությունից առաջ 7-րդ հազարամյակ, 8-րդ հազարամյակ ու շատ հնարավոր է, որ օդապարուկն էլ նույն տարիքի լինի, բայց դա դեռ պետք է հաստատել, որտեվ երևի շատ մասնագիտական եմ խոսում, բայց ուզում եմ ասել, որ օդապարուկից ինքնին օդապարուկից մենք տարիք չունենք, ինչը որ այս պահին ունենք, դա իր շրջակայքից է ու մեր մարտավարությունն էլ այս տարիների ընթացքում դա էր, օրինակ գիտենք, որ օդապարուկից հույս չկա, ավելի լավ է մի հատ շուրջը պեղենք, տենանք ինչա կատարում, բայց այս տարի ասեմ, որ խնդիրը կլուծվի, որտեվ Ավստրիայի ուրեմն Ինսբրուկի համալսարանի երկրաբանության ինստիտուտի հետ ենք աշխատում, 4 օդապարուկներից տարբեր նմուշարումներ են վերցրել, որ արդեն կկարողանանք բացարձակ տարիք ստանալ, այսինքն այս տարվա վերջ առնվազն 4 օդապարուկի տարիք կունենանք, հա։ Բայց ինչ են կոչվում հենց անապատի օդապարուկները, իրանց տեսքի հետ է կապված, թե ու երբ առաջացավ այս անունը, ում կողմից։ Հա, ուրեմն ինչի օդապարուկ, որովհետև նախ այդ կառույցների գործառույթը քանի որ հայտնի չի, օրինակ կան, չէ, կառույցներ, դամբարան, բնակավայր, էս են։ Սա օդապարուկ, որտեղ իր ֆունկցիան այս բան հայտնի չի, ոնց որոշվեց, որ երբ որ օդաչուներն են առաջին անգամ տեսել վերևից ու այն
воздушный змей, գիտեք, չէ, ռուսերեն թրծում են, դա հայերենում օթապարուկ է։ Նմանացրին դրան ու ասին, լավ, պայմանական անունը դնենք օթապարուկ, որ ինչ որ մի ձևի ֆիքսենք, որ այս կառույցների հետ գործ ունենք, ու ինչի անապատի, որտեղ առաջին անգամ Սիրիայի Հորդանանի անապատներում էլի հայտնաբերեց, բայց հիմա ասեմ, որ անապատի բառը կամաց-կամաց դուրս է գալիս, հիմնականում ասում են օթապարուկ, ռուսերենում զմեյ, ոչ թե воздушный змей, այլ զմեյ, անգլերենում էլ kite, այտենց պարզ, արդեն առանց անապատի էլի, ու դա միայն կփոխվի այն ժամանակ, երբ որ մենք հասկանանք դա ինչի համար է։ Ասեմ, որ մոտ ենք, չեմ կարծում, որ հանելուկը երկար կմնա, որտեղ այս տարիքը կպարզենք, ինձ թվում է բանը նրան կասնի, որ հա գործառույթն էլ ի վերջո կպարզենք, ու երբ որ դա պարզ լինի, արդեն հնարավոր է իրան շրջանառել, որտեվ երբ որ արդեն տարիքն էլ կիմանանք, գործառույթն էլ կիմանանք, արդեն կարելի է դա տուրիստներին ինչ որ մի ձևի ներկայացնել, բայց հիմա որ ներկայացնենք, պետք է ասենք մոտավորապես սենց օթապարուկ տարիքը հայտնի չի, գործառույթը հայտնի չի, ուղղակի հին կառույց է։ Շնորհակալություն, իրական շատ բարդ թեմա է, վստահ եմ տարվա վերջ մենք կիմանանք եւ վերջապես կասենք այո, մենք ճիշտ ենք 6000 տարի ուղիղ կլոր 6000 տարի։ Շնորհակալություն հետաքրքիր թեման քննարկելու համար։ Մեր տաղավարում մեր սիրելի հեռուստադիտողներ հնագետ Մարիամ Շահմուրադյանը եւ մենք խոսում ենք օթապարուկներից, անապատային օթապարուկներից, որտեղ ես անպայման գնալու եմ։ Ես նույնպես մինչև որովհետև տեսել եմ լուսանկարներով, ձեզ եմ խորհուրդ տալիս Հայաստանը։ Օ, սիրով։ Նայեցեք, բայց մի մնացեք նավայրերը։ Հա, միանշանակ, իսկ հիմա առաջարկում եմ գնանք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք, որովհետեւ դեռ Մարիամին ենք հյուրընկալելու հոգեբան եւ խոսելու ենք շատ առանցքային կարևոր թեմայի մասին։ Մնացեք Շանթի հետ։ Գնացինք։